Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ։ Շաբաթվա ամենակննարկված թեման շարունակում է մնալ հացահատիկի ներմուծումը։ Ադրբեջանի տարածքով Հայաստան հասնող ռուսական եւ ղազախական ծորենի շուրջ շարունակում են չդադարել հարցերը։ Ում հսկողությամբ է գալիս, ինչ որակի է եւ արդյոք անվտանգ է այն, ինչ վաղը հայտնվելու է մեր սեղանին։ Այսօր պարզվել է, որ Հայաստան ներկրված առաջին խմբականակը 4-րդ կարգի անասունների համար նախատեսված ծորեն է։ Իշխանությունն էլ ասում է, դա էլ է պետք Հայաստանին։ Այսօր անասնակեր է, վաղը բարձրակարգ ծորեն կլինի։ Կարևորը ճանապարհները բազմազան են։ Խնդիրը բուռն քննարկվեց նաև ազգային ժողովի միջանցքներում։ Ազգային ժողովի այս քառօրյայում քաղաքական եւ տնտեսական թեմաները միահյուսվել են մեկ ընդհանուր օրակարգում, սկսած ղազախական ծորենի ներմուծումից մինչև սահմանազատման ու անկլավների շուրջ շարունակվող անորոշությունը։ Մինչ իշխանությունը շեշտում է դիվերսիֆիկացիան եւ տնտեսական բաց հնարավորությունները, ընդդիմությունը խոսում է շուկայի անպատրաստության, ինքնարժեքի մանիպուլյացիաների եւ նոր զիջումների վտանգի մասին։ Միջանցքներում քննարկումները լարված են, իսկ դիրքորոշումները առավել հակասական։ Դիտենք ռեպորտաժը։ Քաղաքական եւ տնտեսական օրակարգերը ազգային ժողովի քառօրյա նստաշրջանում նորից ակտիվ են։ Միջանցքում ընթացող ճեպազրույցներն էլ հակասական։ Քննարկման կենտրոնում առաջինը հայտնվել է Հայաստան ներմուծված ղազախական ծորենի որակը։ Ընդդիմադիրներն ասում են, սա էր ձեր բերած ծորենը, իսկ իշխանականները թե կարևորը դիվերսիֆիկացիան է։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը զարմանում է այն պնդումից, թե պետք է շեշտեին ծորենի կարգը եւ որևէ խնդիր չի տեսնում անասնակերի ներմուծման մեջ։ Ընդհանրապես, եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, այդ լավ է։ Հիմա թե այսօր անասնակերայք է, վաղն է կգա բարձրակարգ ծորեն, դա էլ արդեն կյանքը ցույց կտա։ Իսկ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հիշեցնում է, թե կյանքն ինչ է ցույց տալիս ընդդիմության արձագանքների վերաբերյալ։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ընդդիմությունը ասում էր, սա միակողմանի ապաշրջափակում է եւ Հայաստանի համար ոչինչ չի ապաշրջափակվելու։ Հայաստանը մնալու է շրջափակման մեջ։ Հայաստանը միակողմանի զիջումներ է արել։ Ադրբեջանի համար է միայն ապաշրջափակում լինելու, իսկ հիմա իրանք քննարկում են, թե ծորենը որ կարգի է։ Սա կարծում եմ արդեն իսկ խոսուն է։ Իսկ ընդդիմության ներկայացուցիչները շարունակում են հակադարձել։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասում է, որ ծորենի ինքնարժեքի շուրջ կարևոր հարցեր կան, որոնք պետք է պարզաբանվեն, ոչ թե PR-ակցիա անեն, եւ կրկին կասկածի տակ է դնում ապաշրջափակման խոստումները։ Ապաշրջափակումը կլներ հետեւյալը, երբ որ կապ չունի ծորեն կամ այլ բեռներ, գար օրինակ Իջևան կայարան։ Գառնիկ Դանիելյանը մեկ այլ մտավախության մասին է հայտնում, որը վերաբերում է Ադրբեջանի հերթական պահանջներին։ Դրա մասին Նիկոլ Փաշինյանը անոնսել է տարածքների հետ կապված, որ ասելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կան ադրբեջանական տարածքներ, որոնք որ հետ պիտի վերադարձվեն Ադրբեջանին։ Իշխանական պատգամավոր Սարգիս Խանտանյանն էլ ընդգծում է, տարածքների փոխանակման հարց այս փուլում չի կարող քննարկվել։ Նախ պետք է ավարտվի սահմանազատումը, իսկ դրա ժամկետը դեռևս հստակ չէ։ Եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ պետք է Հայաստան եւ Ադրբեջանը տարածքներով փոխանակվեն, այդ հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նաև հերքում է Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի պնդումը, թե բանակցային գործընթացը տապալել է Նիկոլ Փաշինյանը։ Ռուբինյանի խոսքով 2019 թվականին նման առաջարկ պարզապես չի եղել։ Ադրբեջանի արտգործնախարարը Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ են ասում, Հայաստանը պատերազմ չի հրահրել, Հայաստանը պատերազմ չի սկսել, Հայաստանը չի դադարեցրել բանակցային գործընթացը։ Իշխանականները շեշտում են, գործընթացը շարունակական է, սակայն այս պահին առանց նոր փաստացի առաջընթացի։ Տնտեսական օրակարգի հաջորդ ծանրակշիռ թեման Հայաստանի էլեկտրական ցանցերն են։ Խոսքը ոչ թե էլեկտրաէներգիայի սակագնի, այլ սեփականության ճակատագրի մասին է։ Հետ վերահսկողական կոմիտեն հայտարարում է լիցենզիայի դադարեցումը ոչ թե կարգավորման, այլ բռնասապտման քայլ է։ Ըստ կոմիտեի սկսվել է բիզնեսի վերաբաշխման բացահայտ քաղաքական փուլ, որն իր արմատներով հասնում է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմանը։ Գրառումը տարածել է նաև ՀԵՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Կոմիտեի ձևակերպմամբ իշխանությունը հիմա նույն մեխանիզմն է կիրառում, ՀԵՑ-ը հանրային գերակաշահ ճանաչելու պատրվակով այն պետական կառավարման ներքո վերցնելու համար։
Լիցենզիայի դադարեցումը առանց որևէ շուկայական կամ տեխնիկական խախտման փաստարկի նշանակում է բացահայտ ոտնձգություն սեփականության իրավունքի դեմ։ Սա բռնազավթում է փոխհատուցման քողի տակ, այն հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածին և էներգետիկ ոլորտի կայունության ու կանխատեսելիության սկզբունքներին։ Տնտեսական լարված շաբաթն այս անգամ հասավ նաև բանկային համակարգ։ Պարզվում է, այս գիշեր բանկային տերմինալները շարունակել են աշխատել ինքնուրույն։ Արդյունքում տասնյակ հաճախորդներ արթնացել են իրենց քարտերի պակասած հաշվեկշռով։ Ինեկո բանկի մի շարք հաճախորդներ սոցիալական ցանցերում ահազանգում են։ Գիշերվա ընթացքում կրկնօրինակվել են նախորդ օրերի գնումները։ Բանկը նորից է գանձել նույն փողը։ Ինեկո բանկը պարզաբանել է, որ դա եղել է տեխնիկական խնդիր, հաճախորդները ֆինանսական կորուստ չեն ունեցել։ Բանկը վստահեցնում է, որ գումարները ավտոմատ կվերադարձվեն հաշիվներին առաջիկա 24 ժամվա ընթացքում և որևէ լրացուցիչ գործողություն հաճախորդներից չի պահանջվում։ Տեղափոխվենք քաղաքական դաշտ։ Ներքաղաքական օրակարգը շարունակում է մնալ լարված նախկին ու ներկա ղեկավարների փոխադարձ հայտարարություններից հետո։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր գործով դատական նիստին մասնակցելու ճանապարհին արձագանքել է Նիկոլ Փաշինյանի վերջին գրառմանը։ Կարևորն այն է, որ կարողացանք Փաշինյանից գոնե խոստում կորզել բանակցային փաստաթղթերը հրապարակելու մասին, լրագրողներին ասել է Սարգսյանը։ Ի դեպ, երրորդ նախագահի գործով դատական նիստը հետաձգվեց։ Քաղաքական դաշտում աղմկահարույց նորություն կա նաև պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գործով։ Քննչական կոմիտեն որոշել է նրա նկատմամբ վարույթն իրականացնել հեռակա։ Զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը չարաշահելու կամ գերազանցելու համար։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ դեռ 2021-ի մայիսի 12-ին, երբ թշնամին մառախլապատ եղանակի պայմաններում հատել էր պետական սահմանը և մոտ 3 կիլոմետր խորացել դեպի հայկական դիրքերի թիկունք, Կարապետյանը, ըստ մեղադրանքի, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և տվել է անհիմն բանավոր հրաման մարտական դիրքերը թողնելու մասին։ Նրա այդ որոշման հետևանքով, ինչպես նշում է քննչական կոմիտեն, հայկական ստորաբաժանումները դուրս են եկել դիրքերից և հակառակորդը հաջորդ օրը մայիսի 17-ին ամրապնդվել է Սև լճի ուղղությամբ վերահսկողության տակ վերցնելով Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը։ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում։ Հիշեցնեմ, Արշակ Կարապետյանը շուրջ 3 տարի եղել է Փաշինյանի խորհրդականը, արդեն 2021-ին նշանակվել է պաշտպանության նախարար, պաշտոնազրկվելուց հետո իր նախկին ղեկավարին մեղադրել դավաճանության համար և պնդել, թե հենց դա է հանգեցրել Արցախի պաշտպանության բանակի ոչնչացմանը։ Պաշտպանության նախարարի պաշտոնում 3 ամիս աշխատելուց հետո հեռացված Կարապետյանը մոտ 2 տարի լռելուց հետո միայն պնդել էր, թե իրեն պաշտոնից ազատել են ադրբեջանական զինուճի առաջխաղացումը թույլ չտալու հրամանի համար։ Իսկ Բագրատ arczepiskopos Գալստանյանը կալանավայրից վերջնագիր է ներկայացրել քննչական կոմիտեի ղեկավարին։ Սրբազանը հայտարարել է, որ պահանջելու է նրա պաշտոնակությունը, եթե փաստերով չապացուցի նախորդ շաբաթ ազգային ժողովում արած հայտարարությունները։ Այս օրերին, երբ մեր ամբողջ ներաշխարհը փոթորկված է ծանր պատերազմում կրած պարտության եւ Արցախ հայրենիքի կորստյան ողբերգությամբ, հազարավոր զոհերի, նահատակների, անհետ կորածների եւ վիրավորների վերապրումով եւ վերահուշով մեր անձնական նեղությունները պարզապես ոչինչ են։ Այդուհանդերձ ի հետևում նոյեմբերի 6-ին դատարանի դահլիճում կատարած ըս հայտարարության, որ քննչական կոմիտեի ղեկավարն ակնհայտ զեղծարար եւ ստախոս է, դարձյալ պնդում եմ, որ եթե նա մինչեւ նոյեմբերի 13 փաստեր չներկայացնի իբր իմ ձեռագրով գրված ահաբեկչության պլանավորում ծրագիրը, ապա պետք է պաշտոնազրկվի, կոչումազրկվի եւ ենթարկվի քրեական պատասխանատվության, զրպարտության, ճշմարտության միտումնավոր խեղաթյուրման եւ կեղծիքի քարոզչության համար։ Հակակոռուպցիոն կոմիտեն էլ մեղադրանք է ներկայացրել Մանվել Գրիգորյանի դստերը, դատավոր Նայրա Գրիգորյանին իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու եւ ակնհայտ անարդար դատավճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու մեղադրանքով։ Չմիացնում շարունակվում է նախընտրական ակտիվ քարոզարշավը, յուրաքանչյուր թեկնածու իր ծրագիրն է ներկայացնում, իսկ քաղաքացիները լիահույս են, որ ի վերջո որևէ մեկը իսկապես կլուծի քաղաքի խնդիրները։ Ինչ են ակնկալում Էջմիածնի բնակիչները նոր ղեկավարից, ինչ են ուզում փոխել քաղաքում, հարցախույս է արել իմ գործընկեր Անի Աբաղյանը։ Նախ կառավարումը պետք է փոխվի։ Այսօր բոլոր պաշտոնյաները նիկամպիտենտ են։ Իրանց աշխատանքին չեն տիրապետում, համայնքին էլ է վերաբերվում, համայնքում էլ, քանի որ ԿՊԱ-ն է
նույն ձևի ԽՑԲ է սա։ Այն երրորդ մասի առաջվա խաղահրապարակ, որ նախատեսել էին, սա սեփականաշուն էին դզեն։ Ամեն ինչի կարիք ունի, համայնքը, քաղաքը, առավչիկն է շները, չգիտեմ։ Ապրում ենք մոտակայքում, երեխաները խաղում են, գնում, փողոց են վազում, ապահովված չի, խաղադաշտ չկա, կուլտուրա լինի, աղբակները մաքուր պահեն, չգցեն, վերաբերմունք լինի, լավը տեսնենք։ Կուզեմ խաղահրապարակներ ավելանա երեխաների համար, ժամանակ տրամադրվի երեխաներին, որ երեկոյան կարողանաս հաճելի դուրս գաս ման գաս երեխաների հետ ինչ-որ մի տեղ, բացի մի տեղ կա, բայց այն մասշտաբը չունի, էլի, որ ասենք քաղաքապետարանի մոտ, այն մասշտաբը չունի, որ ասենք կարողանաս լիարժեք երեխայիդ հանես ինչ-որ մի ժամանակ անցկացնես։ Թող խաղաղություն լինի քաղաքում, ես շնորհակալ կլինեմ։ Առողջելու բան չկա, մեր Էջմիածին քաղաքը լավն է։ Պետք է ասում, մեկ էլ կողքից ուրիշ քաղաքների թափթփուկները մեր Էջմիածին չկպնեն, հեռու մնան։ Աշխատանքի տեղեր բացեն, ցավը տանեն։ Ավելի մաքուր պահեն, բնությունը պահպանեն, ժողովուրդը ավելի ջերմ լինեն իրար նկատմամբ մարդիկ։ Չգիտեմ, լավ բաներ։ Իրանք ինչ ուզում են, են էլ կառուցում են, են էլ փոխում են։ Ինչ պիտի փոխեն։ Ոչ մի բան։ Չեն էլ անի ստից ընկել են դռնե դուր։ Առաջինը կուզենայի աղբահանության հարցը, տեսեք մաքրության հետ կապված, եւ խաղահրապարակներ, որ երեխաները կարողանային խաղալ, անվտանգ լիներ շների հարցը, հարձակվում են շները։ ABC մեդիան շարունակում է հետևել քարոզարշավին ու հերթով անդրադառնում թեկնածուների ծրագրերին։ Այս անգամ իմ գործընկերը 1 օր անցկացրել է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Հայրենիք կուսակցության Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանի հետ։ Սիրելի բնակիչներ, Վաղարշապատ համայնքի սիրելի բնակիչներ, մասնակցեք ընտրություններին, ձեր ձայնը տվեք ձեր նախընտրած թեկնածուներին։ Երբեք ու երբեք չթողնեք, որ ձեր փոխարեն ուրիշները որոշեն ձեր ճակատագիրը։ Փողոցից փողոց, համայնքից համայնք Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը շարունակում է հանդիպումներ բնակիչների հետ, առանց բաց թողնելու որևէ հնարավորություն մարդկանց լսելու եւ նրանց մտահոգությունները տեղում հասկանալու համար։ Այս անգամ կանգ առ Զվարթնոց բնակավայրներ։ Քարոզարշավը մի պահ ընդհատվեց Զվարթնոցի բնակիչների ջերմ ընդունելությամբ։ Ապրեք սա։ Այս մեր ծրագիրն է, հիշեցման թերթիկը, ընտրություններին մասնակցելու եք ձեր հետ էլ։ Եթե հարմար կգտնեք մեր ծրագիրը, միասին կյանքի կկոչենք։ Եղավ, լավ եղավ, հաջողություն ձեր հետ էլ մասնակցելու եք, չէ՞ ընտրություններին։ Ապրեք։ Անպայման։ Ինչ տամ։ Ձեր տղան է։ Հա։ Բարև ախպեր։ Սիրելի Վաղարշապատցիներ։ Հա, գիտի։ Ոտքով շրջելով տարբեր թաղամասերում Մանուկյանը իր թիմի հետ հավաքագրում է համայնքի առօրյա խնդիրները։ Ինձ թվում է, թե գյուղական համայնքներում հիմնականում նույն խնդիրները կան։ Մեն բարձրապես չէ, լավ էլ տարբեր խնդիրներ կային։ Մեր համայնքում քաղաքաբնակների մոտ շատ տենում են, որ պուրակների պակաս կա։ Օրինակ Զվարթնոցում որոշ բաներ ավելացել, հա, պուրակը ավելացել, բայց դե էլ ինչքան ծառ տնկենք, ինչքան է թթվածինը շատելն է, ինքն հաճելն է։ Հետո երեխեքի համար պիտի կարենանք այնտեղ տարածքներ տեսապարապ, դրանք կարող օգտագործենք մի բան երեխեքի համար ստեղծենք։ Խնդիրներ շատ կան, բայց ամենաշատը բնակիչներին անհանգստացնում է թափառողջների հարցը։ Մենակ այդ թափառողջները հերիք են մեզի։ Մեր երեխեքին առավոտը տարդեպրոս գնաբեր կամ մանկապարտեզ, չգիտենք, թող մի բան անեն, վախենում ենք։ Մանուկյանը նշում է, որ խնդիրը լավ ծանոթ է իրեն եւ արդեն մտածում է այն լուծելու տարբեր ձևեր, այնպես որ եւ կենթանասերների սրտով լինի եւ բնակիչների համար ապահով։ Նախկինում գոյություն ուներ ոստիկանությանը կից շների վարժեցման կենտրոն, որտեղ տանում էին եւ շներին վարժիմը, այդ մասը ազատ է մնացել։ Պիտի փորձենք այդ գերատեսչություններին համապատասխան դիմելով կարողանանք փոխադարձ համաձայնություն գտնել մեր ժողովրդի շահը սպասարկելու համար, այսինքն այդ շներին տեղակայել այնտեղ եւ ստեղծել այդ պայմանները։ Հիմա միջազգային կառույցներ կան, որոնք նպաստում են նման ուրեմն կառույցների եւ ստեղծմանը եւ նաեւ
խնդիրներին են աջակցում։ Բոլոր սոցիալական խնդիրների ձատ Մանուկյանին ամենաշատը մտահոգում է համայնքի բարոյահոգեբանական վիճակը։ Ըստ նրա պետք է վերացնել լարվածությունն ու բերել ներքին համերաշխություն, որն էլ մնացած ամեն բանի հիմքն է։ Սադամ Ակարյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Միջազգային անցուդարձի մասին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր շնորհիվ ռուս-ուկրաինական հակամարտությունը չի վերաճի երրորդ համաշխարհային պատերազմի։ Եթե ես նախագահ լինեի, այս հակամարտությունը երբեք չէր ավարտվի։ Եթե ես նախագահ չլինեի, այս պատերազմը կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, ասել է նա Սպիտակ տան ունեցած ելույթի ժամանակ։ Իսկ Ռուսաստանն ու Հնդկաստանը պատրաստվում են աշխատուժի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել դեկտեմբերին կայանալիք Ռուսաստան-Հնդկաստան գագաթնաժողովում։ Համաձայնագիրը կնպաստի Ռուսաստանում հնդիկների թվի աճին առաջիկա տարիներին։ Հնդիկ աշխատողներն աշխատանք են գտնում Ռուսաստանում, հիմնականում շինարարության և տեքստիլ արդյունաբերության ոլորտներում, սակայն իրավիճակին ծանոթ աղբյուրները նշում են, որ Ռուսաստանում աճում է մեքենաշինության և էլեկտրոնիկայի որակավորված մասնագետների պահանջարկը։ Մինչև 2025 թվականի վերջը Ռուսաստանում աշխատանքի կանցնի ավելի քան 70,000 հնդիկ համաձայն Ռուսաստանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության սահմանած քվոտայի։ Իսկ մեր հարևան Իրանում վիճակը ծանր է, մայրաքաղաքը տարհանման շեմին է։ Երկրում երաշտ է, որի նախադեպը չի եղել վերջին մի քանի տասնամյակում։ Իշխանության կանխատեսումներն ամենևին լավատեսական չեն։ Նախագահ Փեզեշքյանի խոսքով, եթե տեղումներ այդպես էլ չլինեն, ստիպված կլինեն տարհանել մայրաքաղաքը։ Ինչ վիճակ է Իրանում, որտեղից է գալիս խնդիրն ու ինչպես կազդի այս ամենը տարածաշրջանի վրա, ռեպորտաժում։ Մեր հարևան Իրանում աննախադեպ երաշտ է։ Իշխանությունը հորդորում է ձգել գոտիներն ու պատրաստվել վատագույն սցենարին՝ Թեհրանը լքելուն։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը զգուշացրել է Թեհրանի հնարավոր տարհանման մասին։ Իրանը բախվում է բնական մարտահրավերների, տեղումների դիֆիցիտի և ջրային ռեսուրսների սպառման, որոնք լի են լուրջ հետևանքներով։ Եթե մոտ ապագայում անձրև չգա, մենք ստիպված կլինենք Թեհրանում ջրի խիստ սահմանափակումներ մտցնել։ Իսկ եթե տեղումները այդպես էլ չլինեն, պաշարները կսպառվեն և մենք ստիպված կլինենք լքել քաղաքը։ Բնակչության թվով երկրորդ քաղաքը հյուսիսարևելյան Մաշհադը սնուցող ամբարտակներում 3%-ից էլ քիչ ջուր է մնացել։ Մայրաքաղաքում ևս խմելու ջուր մատակարարող 5 խոշոր ջրամբարներից մեկը դատարկ է։ Մյուսը հզորության 8%-ից պակաս, ասում են պաշտոնյաները։ Իսկ Մեջլիսի նախկին падգամավորի խոսքով խնդրի արմատները շատ խորն են և վաղուց կան։ Իսկ ինչն է դարձել խնդրի վատթարացման պատճառը։ Բայց այն ինչ որ դժվարություններ ստորես ասացել, այն է որ Իրանի գյուղատնտեսական մոդելը այն մոդելն է եղել, որ միշտ ջրատար է եղել եւ համապատասխան կառավարման եւ տնօրինման միջոցները չեն կարողացել գործունակերպով գործադրել եւ ինչու՞ չէ քաղաքների որոշորեն մեծանալը, արտոնաբերական օբյեկտներին ոչ ճիշտ տեղաբաշխումը, սրանք բոլորը մենք խոսքով ձեռքի են տվել եւ այս գործընթացն են առաջացրել։ Պաշտոնական Թեհրանը պլանավորում է մայրաքաղաքում պարբերաբար կրճատել ջրի մատակարարումը։ Էներգետիկայի նախարար Աբբաս Ալի-Աբադին համոզված է, որ սա կկանխի ջրի վատնումը, նույնիսկ եթե դա որոշակի անհարմարություններ առաջացնի։ Տեղական մի քանի լրատվամիջոցներ հաղորդել են, որ ավելի քան 10 միլիոն բնակչություն ունեցող մեգապոլիսում գիշերներն արդեն սկսել են կրճատումները։ Մայրաքաղաքում խնդիրը լուրջ է, երաշտին միանում է նաև օդի աղտոտվածության խնդիրը։ 18 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում ջրի խնդիրն արդեն սկսել էր անհանգստացնել մարդկանց։ Թեհրանում նաև վերջի ամիսներին հաճախ կեսգիշերին մինչև մոտ լուսաբաց գրեթե ջուրի ճնշումը 0-ի էր հասնում կամ շատ մինիմումի, որովհետև հիմնական պատճառը այն է, որ ըստ երևույթին Թեհրանի ջրամատակարարման ցանցը առավել քան 30-40% ջրի վատնում ունի։ Երաշտի հետևանքները կզգա նաև տարածաշրջանը, համոզված է Բեգլարյանը։ Թեհրանի նման մեգապոլիսի տարհանումը թեկուզ ժամանակավոր լուրջ խնդիրներ է առաջացնելու։ Նկատի առնենք, թե ինչ ահռելի կապիտալ է կուտակված Թեհրանում, թե մարդկային առումով, թե տնտեսական ու նյութական, եւ սրանց ամենի անգործունակությունը ինչ դժվարություններ կառաջացնի թե Իրանի տնտեսության վրա եւ թե պահանջարկը եւ գների աճման հիման վրա, սրանք բոլորը իսկապես կանխատեսել ինձ թվում է ինքնին լուրջ թեմա է։
Իրանը բախվում է տասնամյակների ընթացքում ամենածանր երաշտներից մեկին, դրան գումարվում է բողոքի ալիքը։ Ռեֆորմիստական Էթեմատ թերթը պնդում է, որ ճգնաժամը սկսվել է կարևոր հաստատություններում անորակ կառավարիչների նշանակման պատճառով։ Հասարակությունը դժգոհ է, իշխանությունը խոսում է իրադարձությունների հնարավոր զարգացումների մասին, մինչդեռ նրանք պիտի լինեին լուծում առաջարկողը։ Գառնի Մութաֆյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։